Այսօր պատրությամբ Հայաստանի Հանրապետությունը գյուղատնտեսությունը որպես գերակա ոլորտ կադրերի հարցում բոբիկ է, բարի բուն իմաստով, որովհետև ինչ որոշ մասնագետներ թողեցին երկրից դուրս գնացին, ինչ էլ կար, մնացածը մի քանի դեղնակտուցներ կան, որ իբրև թե ցույց են տալիս շատից քչից կովը կոմբայնից տարբերում են, բայց ցավոք գետնի վրա լրիվ այլ իրողություն է, բացարձակ խորհրդատվական համակարգ որպես այդպիսին չի գործում, չկա պետական հոգացություն, աջակցություն չկա, կրթական բազան, ճիշտ է խոսում են, փորձում են, բայց արդյունքները, խնդրեմ թող հրապարակեն այս վերջի 7-8 տարում քանի բույսերի պաշտպան, քանի ագրոնոմ եւ քանի ձեր ասած անասնաբուժն են մտել արտադրության մեջ եւ ինչ արդյունք է ապահովել, ընդհակառակը բերքատվության անկում, նոր սորտերի գրանցում բացարձակ չկա, իսկ կենտանիների հիվանդություններն էլ ժամանակ տարածվում են, ոչ թե 1-2 մարզ են կրկում, այլ ամբողջ Հայաստանի Հանրապետությունում վխտում են սուր վարակիչ հիվանդությունները, որոնք կենտանում ծածկում են մարդուն։ Անասնագլխակ քանակը սարսափելի ձևով անկում է ապրում, իրենց հրապարակած թվերը բացարձակ չի համապատասխանում իրականությանը, հրապարակում են, էսա շուտով հունվարի 1-ը կհրապարակեն 2025-ի հունվարի 1-ի դրությամբ, կտեսնեք նորից անկում է լինելու 20%, 10%, որը նախորդ տարին այդ տենդենսով եկել է, հիմա 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ցույց են տվել 475 հազար գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որը 24 թվականի նույն ժամանակահատված հետ համեմատած մոտավորապես 16 հազար գլուխ ավել անկում է ապրել, բայց շատ ավելի շատ է, ես ասում եմ ձեզ, որովհետև արդեն գյուղեր, որ դուք էլ եք գնում, մենք էլ ենք գնում, հարցնում ենք, մարդիկ ասում են իրենց լեզվով ասած, գյուղից դուրս էր գալիս 3-4 նախիր կենտանիների խմբեր, բայց հիմա ասում են ընդամենը մի փոքր նախիր կա,